Առավոտը քեզ, բայց ես կստանում է քաշենքեր ունեցել, նորմալ լքին։ Ասել եմ փուկտը թողալու։ Ես են կոմարով եմ։ Մայք։ Ես չեմ կարապում գնամ, երբ իմ ժողովորդից սենց են վարուն, ես ոնց գնամ տունը հանգիստ նստեմ։ Հազիվ էլ իրանց հետ կարեն անեն։ Չեմ կարա, ես ուզում եմ իմ ժողովորդի կողքին գնեմ։ Դե ուզում եք դքեն հայտնվել։ Շատ ենք մշացել, շատ։ Քեզի բան։ Տարի մշացել։ Արդեն էլ է։ Ասան չկա, ճիշտ չեք ասում։ Եկան առաջ, ինչ։ Մայթը մերն է։ Մայթը Դուք լրագրող եք որպես Արստարակ, որպես Սադրիչ, որպես լրագրող, Սարգիս Վարդան, ոնց որ Սադրիչն է։ Ես ես Են ջայլտը ունակնոստը, вообще չեն խառնվել վեցին տարան։ Աստուծը մորտում է, բայց չեն հայինը մորտ են նորոն, հայինը մորտ են։ Ասեք հային ասեք։ Ուտա դայպերներ են, որ ինչ կնակ, ասես հայինը մորտ են։ Ես հայասաներ եմ։ Ներգում են Սերժ Սարգսյան, ասի Սուրյա հանեմ։ Ինչ է, կալե, ռավի կալե, հալա։ Կալե, ինչ է Ցավակցում նրանց ովքեր զոհեր են դրել, այս հողի մենք ես համար եք պայքարում, բադու համար եք պայքարում։ Ես այս տարածքի շրջանապես քայլում էի։ Ես ասեցի, Այս գործողությունները հիմա ինչքան է տևելու, որտեղ ոնց որ արդեն ակտիվիստներ չկան ըստեղ։ Վերջանում են, եթե հասարակական կարգը խաթարված վերականգնումը բնականաբար անցնում է բնականոն աշխատանքի։ Հիմա ոստիկանական վերակարգերը մի քիչ հետո կհանենք, կհասնենք առաջ։ Այսինքն երթևեկությունը խաթարված կվերականգնվի, այլ պահանջ ոստիկանությունը չունի քաղաքացիներից։ Եթե քաղաքացին, ակտիվիստը
իրեն վերապահված օրենքով մնում է իր սահմանների մեջ, այսինքն հասարակական կարգը չի խախտում, ոստիկանը աջակցում է չի խանգարում։ Ըստ էության իրենց արածը բողոքի ակցիա է, չէ՞։ Բայց չէ գտնում որ ոստիկանությունը այսօր անհամաչափ դրսևորում։ Ոստիկանությունը բացարձակ անհամաչափ չէ, քանզի ակցիան անցկացվում է փողոցի բանուկ մասում, փողոցի բանուկ մասում ակցիա անցկացնելով, երթևեկությունը խաթարելով, այլոց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելով, կտրուկ սահմանափակելով, ակցիան պետք է զուգորդվի։ Ակցիան խաղաղ ակցիա ենթադրում է այնպեսի ողջամիտ տեղ, ողջամիտ վայրում, որպեսզի ոչ մեկին դա չխանգարվի։ Պետք չի շփոթել գերակաշահը, ուղղակիորեն կամայականորեն, քմահաճորեն փողոցը փակելու հետ։ Գերակաշահ չէ փողոցը փակելը։ Փողոց փակել հղի կնոջը հիվանդանոց չկարանանք հասցնենք։ Հիվանդին օգնություն հասցնենք, չգիտեմ, հանցագործից փրկելու համար ոստիկանական վերակարգը չի կարող հասնել, հրշեջը չհասնի, ուժօգնությունը չհասնի, դա չի ենթադրում ակցիա, դա գերակաշահ չի։ Ասացիք 10 հոգու եք, չէ՞, մոտավորապես տարել, էլի վարչական տուգանքի եք ենթարկել։ Կարանես չէ որ ես ասեմ։ Ուզում եմ ասեմ, իրանք այդ 12 ինչ կարգավիճակ, էլի գեղիայի պես հետևյալն է, ոստիկանության ներկայացուցիչի օրինական պահանջը չկատարելու համար։ վարչական պատասխան։ Վարչական պատասխանատու։ Իսկ գեղիային տեղյակ եք ազատ են արձակել։ Որտեղ 3 ժամը լրացել է։ Եթե 3 ժամը լրացել է, բնականաբար ազատ կարող Հաստատ լրացել է, որտեղ ժամը 1-ին է։ Եթե եղան մեղադրվում է նույն վարչական օրենսգրքի 172-րդ հոդվածով, նույն 3 ժամվա մեջ նրան ազատ։ Քան տուգանք 50,000։ Եթե այդ 172 Մի ճիշտ մի բան էլ էլի, այսքան ուժերը բերելը արդյոք համաչափ է, ուժերը շատ չեն, ուժերը նրա համար են, որ ֆիզիկական կոնտակտ որքան հնարավոր է քիչ լինի, այսինքն շղթան փակենք, քաշքշուկի մեջ բարբա չկպնենք քաղաքացու։ Իրանք վերածում են բարբայի։ Հասկանում եք, այսինքն բշամարտ չկպնենք քաղաքացու։ Շղթան փակենք եւ խնդրենք, որ հարգելի քաղաքացի, ֆիզիկական կոնտակտի մեջ մի մտեք ոստիկանի հետ։ Ուղղակի կատարեք մեր խնդրանք ու պահանջը։ Շատ լավ շենք, շատ լավ դիզայնով շենք սրացել հարյուրական սեյսմակայուն եւ տեսքը տեղին էսթետիկ հաճույք պատճառող շենք է։ Շատ լավ խոսել գիտեք, շատ լավ։ չէ թողնա։ Ինչի որպես քաղաքացի իրավունք չունեմ իմ կարծիքը հայտնել, որ լավ շենք է։ Ապրեք, երեխեք, ապրեք, ես ցավը կանեմ,